Պարոն Խուդատյան, երեկ դուք ներկա էիք վարչության նիստին, Արայք Հարությունյանը հետո խոսած լրագրողների հետ ասաց, որ անդրադարձ է եղել նաև եկեղեցի իշխանություն այս թեմային։ Պարոն Խուդատյան, ես ուզում եմ հարցնել, ի վերջո այն մեթոդները, որ ընտրվել է հիմա, ոնց է հանգեցնելու կաթողիկոսի փոփոխության եւ այս առումով ինչ է երեք քննարկվել վարչության։ Հարգելի գործընկերներ, պարոն Հարությունյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է ի տարբերություն ինձ եւ այդ հարցին այսինքն վարչությանը ես մասնակցել եմ այլ հարցի քննարկման եւ կոռեկտ չեմ համարում վարչությունից վարչության քննարկումից ինչ-որ բան մանրամասնել, որտեղ վարչության անդամ չեմ։ Իսկ երեք հետևել եք այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում Զվարթնոց օդանավակայանում, ինչպես էր հանրությունը դիմավորում գահապարին։ Հանրության մեջ բնականաբար կա որոշակի հատված, որը կարող է գնալ եւ ցանկություն է հայտնել գնալ Զվարթնոց օդանավակայան դիմավորելու։ Դրա հետ կապված մեկնաբանություն չունեմ։ Բայց հետևել եք էմոցիաների, ինչ տպավորություն ստացել։ Ինչ նկատի ունեք մեծ զանգված ասելը, որտեղ եթե քաղաքական տարբեր, շատ լավ, եթե քաղաքական ողջ ընդդիմադիր դաշտը կոչ է անում մարդկանց գնալ ազգային ժողով եւ դիմավորել եւ դրանից հետո ընդամենը Զվարթնոց օդանավակայան եւ դրանից հետո ընդամենը 1500-2000 քաղաքացի է այնտեղ լինում, մեկնաբանությունները ես թողում եմ ձեզ։ Իսկ թվերը որտեղ եք, որ 1500 հոգի է դիմավորել։ Ցանկացած մարտով երբևէ եղել է Զվարթնոց օդանավականի այդ հատվածում եւ պատկերացնում այդ հատվածը ընդհանուր առմամբ այնտեղ դրանից ավել մարդ տեղավորել հնարավոր չի ուղղակի։ Պարոն Խուդատյան, վարչապետը հիմա հստակ հայտարարում է, որ կաթողիկոսին փոփոխելու գործընթաց է մեկնարկում։ Հիմա այս նախաձեռնությունը որքանով է տեղավորվում օրենքի եւ օրինականության մեջ։ Վարչապետը հայտարարել է, որ ձևավորվում է աշխատանքային խումբ, որը որոշակի գործառույթներ կիրականացնի եւ այդ աշխատանքային խմբի աշխատանքը բացառապես լինելու է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ գործող օրենքների շրջանակներում, ես խնդրում եմ, որ դուք այդ մասով կասկած չունենաք։ Ընդհանուր առմամբ մեր բոլոր գործողությունները, որոնք վերջին 7 տարվա ընթացքում եղել են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության եւ Սահմանադրության շրջանակներում եւ երբևէ չեն դուք աշխատանքային խմբի աշխատանքի բնույթը գիտեք, աշխատանքային խումբը հրապարակել է օրինակ ինչով է ինքը զբաղվելու։ Երբ որ հրապարակի, երբ որ իր աշխատակարգը հստակ լինի, դուք կտեսնեք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ գործող օրենքներին այն ոչ մի կերպ չի հակասում։ Ես ինքս բացառում եմ այդպիսի իրավիճակ, երբ որ մենք գնանք օրենքներին եւ սահմանադրությանը եւ նաեւ բարոյականությանը հակառակ։ Հստակ անջատ կա եկեղեցին եւ պետությունը միմյանցից անջատ են։ Անկախ նրանից, քանի դեռ աշխատանքային խումբը իր աշխատանքային օրակարգը եւ իր աշխատանքային գործառույթները չի հրապարակել, թույլ տվեք սրա հետ կապված մեկնաբանություն չանեմ։ Ես վստահ եմ, որ ինչպես մեր բոլոր քայլերը, այնպես էլ այս քայլը տեղավորվելու են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրենքների եւ բարոյականության շրջանակներում։ Իսկ կարող եք նաեւ ակնկալել այդ վարչապետի հայտարարությունից դատել, որ հնարավոր նաեւ առաջիկայում ընդդեմ վեհապարի Քանի դեռ քաղաքական ակցիաներ չեն լինելու, որովհետեւ մենք քաղաքական գործունեությամբ այդ հատվածով մեզ քաղաքական չի մեր մոտիվացիան, վարչապետը ասել է, որ մեզ ավելի շատ եւ բացառապես այս հարցը ինձ անձամբ այս հարցը հետաքրքիր է որպես հայ քրիստոնյա եւ կուսակրոնության հետ կապված ուխտի թվացial խախտումներ կամ արդեն հայտարարված խախտումներ այս տրամաբանության մեջ է եւ երկրի վարչապետն է հայ քրիստոնյա լինելու երկրի վարչապետը նաեւ հայ քրիստոնյա է այո բայց ինք իր գործողությունները նաեւ ի պաշտոնե բերում են այդ բանին որ ես ենթադրում եմ որ աշխատանքային խումբը պաշտոնյաներից կազմված չի լինելու, կազմված է լինելու քաղաքացիներից, չեմ բացառում, որ նաև հոգևորականներից, գործող կամ նախկին, եւ կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ ամբողջ իմաստը համակարգող խորհուրդը, որ վարչապետն առաջարկում է, որ ստեղծվի, ըստ վարչապետի պետք է լինեն, այսպես ասենք, մաքրամաքուր եկեղեցիականներ, մարդիկ, այդ բարեվարկությունը ո՞նց է ստուգելու։ Ոնց են պարզելու, որ այդ մարդը ամեն օր օրինակ աղոթում է։ Վարչապետը դրա հետ կապված նաև մեխանիզմ է ասել, հասկանալի է, որ որոշակի բաներ բարոյականության եւ
անձի ազնվությանն են թողելու, նույն ձեր ասած օրինակ ամեն օր աղոթելու հանգամանքը, բայց մենք նաև վստահ ենք, որ մյուս, այսինքն այլ բաների մասով ստուգման մեխանիզմներ կան եւ այնտեղ որտեղ հնարավոր է ստուգում իրականացնել, ստուգում կիրականացվի, այնտեղ որտեղ պիտի թողենք մարդու ազնվությանը, մենք թողենք մարդու ազնվությանը։ Օրինակ, տեսեք դուք ասում եք հաշտ եք կատարողին։ Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ, ես հաշտ չեմ առաջին հերթին այն կարգերի եւ ավանդույթների խախտման հետ, որը տեղի է ունեցել վերջին տարիներին ցավոք սրտի եկեղեցու շատ հոգեվորականների կատարմամբ եւ այս հնչող հարցերից օրինակ կուսակրոնության խախտումը եւ ոչ միայն եւ ինձ տրված հարցադրումները եւ վերջին ժամանակներում ընդհանրապես հնչող հարցերի տրամաբանությունը հետեւյալն է, իմ մոտ տպավորություն է, որ շատերը քրիստոնյաներից հաշտ են սրա հետ եւ այդ հաշտ լինելը իմ մոտ առնվազն տարակուսանք է առաջացնում եւ նաեւ թվացial տպավորություն կա, որ լրագրողական համայնքից շատերն են հաշտես մտքի հետ եւ ընդամենը հարցը ուղղվում է նրա համար հասկանալու թե մեր շահագրգռվածությունն ինչպիսին էր վերջին ժամանակներում խոսելու դրա մասին, պիտի ասեմ, որ դուք կարծում եք ազնիվ եք դուք այդ նույն քրիստոնյաների հետ, երբ ասում եք, որ կուսակրոնությունն է խնդիրը եւ օրինակ գուցե չեք խոսում են իրական պատճառներից, որոնք որ ձեզ մղում են այս գործողությունները, իշխանությանը։ Օրինակ գուցե քաղաքականությունն է նրանց, ձեր քաղաքականությանը հակառակ նրանց հայտարարություններն են պատճառը եւ այլն։ Այստեղ դուք ազնիվ եք, պարոն Խուդատյան, որպես քրիստոնյա։ Մենք ազնիվ ենք ոչ միայն այս հարցում, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ուրեմն շփման հիմնական պատճառը հարցի բարձրացման, այո դա է։ Բայց հենց այս ամենը հաջորդեց նա, որ Շվեյցարիայում օրինակ կաթողիկոսը ցանկացած հայտարարություն, բուրըն քաղաքական գործընթացների ժամանակ ցանկացած հայտարարություն նախորդում է ինչ-որ բանի, հաջորդում է ինչ-որ բանի եւ այդ դա կապել ինչ-որ բանի հետ, կարծում եմ մեծ հաշվով հնարավոր է կապել, այսինքն շատ շրջանակներ փորձում են կապել, բայց իրականում դա պայմանավորված է այն հանգամանքով, ինչի մասին ասացի։ Պարոն Խուդատյան, տեսեք դուք վարչապետ, այսինքն ասում եք, որ այդ հանձնաժողովում պետք է լինեն բարեվարկությամբ մաքուր մարդիկ, քրիստոնյաներ, ովքեր աղոթում են եւ այլն։ Չէ, ուրիշ բաներ ասում եք, այդ